Ոչ անտարբերությանը ակցիա Երևանում ի պաշտպանություն Բաքվում պահվող հայ գերիների։ Եթե ոչ մենք, ապա ով, եթե ոչ հիմա, ապա երբ։ Նուբար Աֆեյանը Փաշինյանին։ Երևանը ապաշրջափակման բանաձևը թղթին է հանձնել փոխանցել Բաքվին, երրորդ ուժ չկա։ Ով է հետ քայլանում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքում։ Ռուս-ամերիկյան ջերմացումն ու Հարավ Կովկասը, ինչ սպասի Երևանը։ Մոսկվայից են մեկնաբանում։ Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին ես Հայկ Նավասարդյանն եմ։ Եվ այսպես Երևանը շարունակ լուրեր է ստանում, որ Բաքուն հայ ռազմագերիների նկատմամբ արգելված միջոցներ է կիրառում։ Այսօր է բարձրաձայնել Հայաստանի արտգործնախարարությունը միաժամանակ հիշեցրել Բաքվին։ Հայերի կալանավորումն ու հետապնդումը միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում է։ Խոսքով բռնապետական երկրի երախից հայի չես ազատի, գործելու ժամանակն է։ Ոչ անտարբերությանը կոչով այսօր արտգործնախարարություն եկած քաղաքական ու քաղաքահասարակության ներկայացուցիչները իշխանությանն ասում են, փափուկ աթոռի նստած մտածելու փոխարեն պետք է միջազգային ատյանների դռները թակել, մեր հայրենակիցներին ազատել։ Հայաստանում բողոքի ակցիաներ են Բաքվում գտնվող գերիների պաշտպանության նրանց իրավունքների բարձրաձայնման պահանջով։ Հայերին Բաքվում տանջում են, արտգործնախարարության շենքի դիմաց արձանագրում են տարբեր գործիչներ, քաղաքացիներ։ Մեջբերում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանի վերջին հայտարարությունները, նաև այլ փաստեր, որոնք վկայում են ադրբեջանական վայրագությունների մասին։ Հայաստանի իշխանությունը օր առաջ պիտի գործարկի դիվանագիտական հնարավորությունները այս քաղաքական բանտարկություններին վերջ դնելու համար։ Տարբերակներից մեկն է սառեցնել բանակցային գործընթացը կամ բոլոր կամ հարթակներից մեկում եւ պահանջել, որ այս իրավիճակը հանգուցալուծի, դրանից նոր շարունակել։ Արտաքին գործերի նախարարությունը անդրադարձել է թեմային, մտահոգություն հայտնել, որ տարբեր տեսաձայնագրությունները, տարբեր հրապարակումները փաստում են Բաքվում գտնվող անձանց նկատմամբ ներգործության, խոշտանգումների եւ նրանց առողջական վիճակի ակնհայտ վատ թարացման մասին։ Հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց կալանավորումն ու հետապնդումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում։ Համապատասխան միջազգային բազմակողմ փաստաթղթերի պարզ թվարկումը ներառում է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիան, Ժնևի 4-րդ կոնվենցիան, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Գերատեսչությունից նշում են, թե շարունակում են միջազգային հանրության շահագրգիռ անձանց ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի դատավարական խախտումների վրա։ Այնուամենայնիվ, սա չի բավարարում հանրությանն, ակցիայի մասնակիցները պնդում են, թե ավելի առարկայական քայլեր են ակնկալում, անընդունելի են համարում Հայաստանի պաշտոնական լռությունը։ Պահանջում են գերատեսչություն հրավիրել Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին ու գերիների վերադարձի պահանջը կոնկրետ ձևակերպել։ Րոպեներ առաջ արտգործնախարարությունը հայտարարություն է արել, սակայն այդ հայտարարությունը վերաբերում է մտահոգությանը։ Մտահոգվելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Սակայն Բաքվում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ արտգործնախարարությունը ոչ թե պետք է մտահոգվի, այլ պետք է գործողություններ իրականացնի։ Հայաստանի արտգործնախարարությունը արձանագրում է, ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանություններն այս դատական բեմականացումն օգտագործում են որպես Հայաստանի Հանրապետության վրա քաղաքական ճնշումների և հասարակության շրջանում մանիպուլյացիայի գործիք։ Ակցիայի մասնակիցները այսպիսով արձանագրում են, հարցի լուծումը ոչ թե իրավական, այլ քաղաքական դաշտում է։ Այն պետք է ձեռնարկի առաջին հերթին Հայաստանի իշխանությունը։ Այս պահանջով ակցիա իրականացնողները եղան նաև Հայաստանի կառավարության, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։ Ադրբեջանի արտգործնախարարությունը արձագանքել է Հայաստանի դիվանագիտական կառույցի հայտարարությանը կապված Բաքվում պահվող հայ ռազմագերիների շինծու դատավարության գործընթացին։ Ըստ ադրբեջանական կողմի Հայաստանը պետք է ողջունի այս գործընթացը բեմականացված անվանելու փոխարեն։ Բաքուն կրկին Հայաստանին մեղադրել է ագրեսոր և օկուպանտ լինելու մեջ և պնդել ակնկալում են, որ Հայաստանը զերծ կմնա անհիմն հայտարարություններից, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղության ապահովման ջանքերը, ներառյալ ռազմական հանցագործներին պատասխանատվության ենթարկելը, հայտարարել են Ադրբեջանի արտգործնախարարությունից։
Անտանելի է տեսնել ադրբեջանական ռեժիմի կողմից իմ վաղեմի բարեկամ եւ գործընկեր Ռուբեն Վարդանյանին հասցված ցավն ու անարդարությունը։ Հայաստանի վարչապետին նման ուղերձով է դիմել աշխարհահռչակ հայ գործարար Նուբար Աֆեյանը։ Ժամանակն է, որ բոլոր հայերը, հատկապես Հայաստանի ղեկավարությունը, իրենց ձայնը բարձրացնեն։ Եթե ոչ մենք, ապա ով։ Եթե ոչ հիմա, ապա երբ, հավելել է Աֆեյանը։ Ոչ բանավոր խոսքում, ոչ էլ գրավոր տեքստում Հայաստանը երբեք եւ ոչ մի տեղ չի ասել, թե Ադրբեջանին իր տարածքով միջանցք է տալիս։ Ճանապարհի կարգավիճակը կարող է լինել այնպես, ինչպես առաջարկում է օրինակ Իրանը։ Սա պաշտոնական Երևանի դիրքորոշումն է ու հայտարարությունը, սակայն վերջերս իշխանական թեւ ակնարկեց, թե Հայաստանով անցնող ադրբեջանական մեքենաների նկատմամբ չասենք ստուգում, բայց վերահսկողություն կարող է լինել։ Ինչ է սա նշանակում, քաղաքագետը տարակուսում է, եթե քո երկիր մտած մեքենան չես ստուգում, նշանակում է քո երկրի տարածքը չէ, ու սա արդեն այլ բանի մասին է խոսում։ Առաջ չեն գնում Բաքվի ու Երևանի խաղաղության բանակցությունները։ Թեև խաղաղության պայմանագիրը արդեն 2 տարի է գնում ու գալիս է, բայց Փաշինյանը օրեր առաջ դարձյալ արձանագրեց 2 կետ մնում է չհամաձայնեցված։ Դրանցում փաստորեն ադրբեջանական ճանապարհի պահանջը չկա։ Այս հարցով Հայաստանն իր առանձին առաջարկներն է ուղարկել Բաքվին, սպասում են պատասխանի։ 4 տարի է ապաշրջափակման շուրջ բանակցություններ են ու Ադրբեջանը չի հրաժարվում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքից։ Փաշինյանը օրեր առաջ հայտարարեց ապաշրջափակման այն առաջարկները, որոնք Երևանն ուղարկել է Բաքվին, պետք է գործեն փոխադարձության սկզբունքով։ Չեմ վերապահ ինձ Ադրբեջանի փոխարեն պատասխանել, բայց օբյեկտիվ վերլուծությունը ցույց է տալիս, որ դա մերժելու հիմքեր ուղղակի չկան։ Մերժելու հիմքեր Բաքուն չունի, բայց չմոռանանք, որ այնտեղ ճանապարհ են ուզում առանց ստուգումների։ Իսկ Փաշինյանն ասում է, այս տարբերակը համապատասխանում է երկու կողմերի պատկերացումներին։ Սա արդյոք նշանակում է, որ հայկական կողմը Ադրբեջանին պատրաստ է տրամադրել առանց ստուգումների ճանապարհ։ Փաշինյանը պնդում է, Հայաստանը ոչ մի անգամ, ոչ մի տեղ, ոչ մի փաստաթղթով, ոչ գրավոր, ոչ բանավոր չի պարտավորվել, չի համաձայնել, չի ընդունել, որ տարածաշրջանային ապաշրջափակման համատեքստում Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը որևէ ձևով կարող է նսեմացվել կամ որևէ ձևով կարող է սահմանափակվել։ Ամեն դեպքում հակասություն կա։ Եթե Բաքուն մինչև հիմա չի ասել, թե հրաժարվում է իր ուզած միջանցքից, ապա դեռ այն ուզում է։ Հայկական առաջարկը դրամաբանորեն չի կարող Ալիևի սրտով լինել։ Մյուս կողմից, եթե քո երկիր մտնող մեքենան չես ստուգում, ապա ընդունում ես, որ դա քո տարածքը չէ, մեկնաբանում է քաղաքագետը։ Եթե մեքենան մտնում է օտար երկրի տարածք, նա պետք է կանգնի, անցնի մաքսային վերահսկողություն եւ պասպորտային վերահսկողություն։ Իսկ եթե մենք ասում ենք, որ մենք չենք կանգնեցնել այդ մեքենան, ուղղակի անցնել է մեր տարածքով, այսինքն սա այլևս մեր տարածքը չէ։ Չասենք ստուգում, բայց որևէ վերահսկողություն լինելու է, իշխանականներն այսպես են մեկնաբանում։ Փաշինյանն էլ ասել էր, թե պատրաստ ենք այս սկզբունքով ճանապարհ տրամադրել Ադրբեջանին, ինչպես Իրանն է տրամադրել։ Անկախ նրանից, թե մեր երկրով անցնող ուղին ինչ անուն կստանա, պետք է բացառել, որ միջազգային տրամաբանությունը կգործի, եթե անգամ դրան ճանապարհ ասեն, պնդում է քաղաքագետը։ Այո, կարելի է թույլ տալ, որ ադրբեջանական մեքենաները անցնեն հայկական տարածքով, բայց դա լինի ինքնիշխան հայկական տարածք։ Եվ լինի գոնե ինչ որ հեշտ ստացված արագ ստուգում, որը կարելի է տարբեր ձևերով անել, որ անգամ մեքենան շատ ժամանակ չկորցնի դրան, այսինքն շատ արագացված, հեշտացված ձևով դա կարելի է անել։ Բայց Ադրբեջանը դա չի ուզում, շատ անգամ դա ասել է, նա ուզում է, որ արդեն Հայաստանը վերահսկողություն չունենա։ Այսինքն այս անընդհատ այս բառախաղերը, այս խաբելը երբ է վերջանալու։ Մեր ինքնիշխանությունը չենք զիջում, բայց կարծում ենք Բաքվի սրտով է մեր առաջարկը։ Այս դեպքում քաղաքագետների համար անհասկանալի է, ով է այստեղ հետ քայլարել կամ ով է անելու։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։ Երևանը տարիների աշխատանքի արդյունքում է կարողացել Բաքվի հետ համաձայնեցնել 15 հոդվածը, հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա նշել է, որ երկու հարցերի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի մոտեցումները տարբեր են, դեռևս համաձայնություն չեն գտել բանակցային գործընթացում։ Հարցերից մեկը վերաբերում է երրորդ ուժերի ներկայությանը Հայաստան-Ադրբեջան սահմանին, ինչպես նաև այսպես կոչված դիվանագիտական պատերազմի ավարտին։ Շարունակել է աշխատել այն ուղղությամբ, որպեսզի կարողանանք վերջնականացնել այս երկու հոդվածը եւս եւ նոմին քննարկումներ ենք իրականացնում եւ երբ որ պատրաստ լինենք կուղարկենք մեր պատասխանը։ Որն է խնդիրը, որ հարցում հենց այդ համաձայնության չեն գալիս մեր մոտեցումներն ու Ադրբեջանի մոտեցումները այդ երկու հարցերին դեռևս համաձայնություն չեն գտել։
Իսկ հայ-ադրբեջանական կոնֆլիկտում ում կողմից է Ռուսաստանը, հարց է իմ գործընկեր Սիրանուշ Մուրադյանն է ուղղել Ռուսաստանի արտգործնախարարությանն առընթեր միջազգային հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովին։ Վերլուծաբանը կարճ կոնկրետ է պատասխանել Ռուսաստանի, բայց սա չի նշանակում, որ Մոսկվան Հարավ-Կովկաս աչքաթող է անում։ Աշխարհը այսօր արագ է փոխվում, եթե օրեր առաջ Մոսկվան ու Վաշինգտոնը թուր ու թվանք էին ճոճում, այսօր արդեն հարաբերությունները նորից են ջերմացնում, կամ օրինակ, եթե տարիներ առաջ Հայաստանը տարածաշրջանում Ռուսաստանի հիմնասյուներն էր համարվում, ապա այժմ Երևանը դեպի արևմուտք է նայում։ Ղարաբաղի 2023 թվականին ամբողջությամբ Ադրբեջանի իրավասության տակ անցնելուց հետո Բաքուն փորձում է ավելի անկախ դեր խաղալ եւ ինչ-որ բան մատնացույց անել Ռուսաստանին։ Նկատում է Ռուսաստանի արտգործնախարարությանն առընթեր միջազգային հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։ Ասում է, երբ Մոսկվան հիմնական մոդերատորն էր Ղարաբաղում, Բաքվի վրա ազդելու հնարավորություններն ավելի մեծ էին, քան հիմա։ Բաքուն փորձում է ազատվել խնամակալությունից։ Ситуация на Кавказе сильно изменилась за последние годы. Իրավիճակը Հարավ-Կովկասում չափազանց շատ է փոխվել վերջին տարիներին։ Դրա հիմնական կատարողը Ադրբեջանն է, որը ըստ էության փոխեց 25-30 տարի գոյություն ունեցող իրադրությունը։ Նաև Թուրքիան է, որը ձգտում է պահպանել թելադրողի դերը տարածաշրջանում։ Если говорить о России, сейчас многие Եթե խոսենք Ռուսաստանի մասին, շատերն են շտապում Ռուսաստանին դուրս գրել հաշիվներից, բայց Կովկասը Ռուսաստանի համար կարևոր տարածաշրջան է։ Ուշադրության վեկտորի փոփոխություն կա, այո, դեպի Ուկրաինա, բայց դեպի Կովկաս էլ անշուշտ հետաքրքրությունը պահպանվում է։ Մարկեդոնովը պատմում է 5 տարի առաջ դասախոսությունները սկսում էին նախադասությամբ, թե Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, Ռուսաստանի ֆորպոստը Հարավ-Կովկասում, իսկ Վրաստանը ՆԱՏՕ-ի ֆորպոստը։ Հիմա սակայն իրավիճակը փոխվել է, ասում է, Հայաստանն արևմտյան ուղղությունն է բռնել, խարտիա է ստորագրում Միացյալ Նահանգների հետ, իսկ Վրաստանը սառեցնում է Եվրամիության հետ երկխոսությունը։ Երբ Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունները կառուցողական ընթացք ունենան, ապա կոնֆլիկտները ըստ մասնագետի կպակասեն։ Հայ-ադրբեջանական կոնֆլիկտում ում կողմից է Ռուսաստանը։ Ռուսաստանի, կարճ է պատասխանում Մարկեդոնովը, բայց հավելում է, Մոսկվան հետաքրքրված է, որ Երևան-Բաքու շփումը կոնստրուկտիվ լինի։ каждая страна по-своему важна, Азербайджан по-своему, Армения по-своему. Ամեն երկիր իր հերթին կարևոր է, Ադրբեջանը իր հերթին, Հայաստանը իր։ Հարաբերությունները այժմ բարդ են եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի հետ։ Как человек, а не как эксперт, да, эмоционально, скорее, а не рационально. Որպես մարդ էմոցիոնալ առումով, ոչ թե ռացիոնալ, սա ինձ հիշեցնում է պոստ-սովետական ժամանակները, երբ կենտրոնը եւ Երևանի, եւ Բաքվի հետ առևտրային շփման մեջ էր, բայց նրանցից յուրաքանչյուրը կասկածում էր, թե մյուսի հետ շփումը ավելի լավն է։ Ռուս-ամերիկյան հարաբերությունների ջերմացման մասին ռուս փորձագետը չի շտապում խոսել, պետք է գործով դատել, ասում է, ոչ թե խոսքով։ Մոսկվա-Վաշինգտոն հարաբերություններն ըստ Սերգեյ Մարկեդոնովի երկու հաճելի կամ ոչ հաճելի ջենտլմենների շփում չէ, դա համակարգային հիմունքներ են ձևակերպում է։ Դա պատրաստակամություն է ընդունել Ռուսաստանին որպես խաղացող, որն իր ձայնն ունի աշխարհի քաղաքականությունում։ Եթե դա ընդունի ամերիկյան կողմը, նրա կառուցողական շփումը հնարավոր կդառնա։ Считать, что от одной встречи или двух встреч вот было... Համարել, որ երկու հանդիպումից հետո հարաբերությունները հրաշալի ու բարի դրացիական կդառնան, անհնար է պատկերացնել։ Գերագնահատված սպասումներ ես այդ հանդիպումներից դեռևս չունեմ։ Что касается Трампа, уже... Թրամփը նոր չէ մեզ համար, մենք նրա։ Այսօր մի գնահատական կարող է հնչել, վաղը մեկ այլ։ Ընդամենը 3 Զելենսկին նրա շուրթին դիկտատոր էր, հետո արդեն հարգելի մարդ, որի հետ հնարավոր է պայմանավորվել։ Ռուս-թուրքական հարաբերությունների մասին նախ հարցնում է Թուրքիան մեր թշնամին է ու պատասխանում ոչ, բայց էլի է հարցնում ով է պատրաստական Ուկրաինային ՆԱՏՕ տանել ու էլի պատասխանում Թուրքիան։ Հետո էլ Մարկեդոնովը պատկերավոր է նկարագրում Մոսկվա-Անկարա շփումը։ Հիպոթեկով բնակարանի պես է ասում է, թվում է բնակարանը կա, բայց դե պետք է կրեդիտներ վճարել։ Թվում է սեփականատերն ես, բայց դե ոչ այնքան։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Հանքը քեզ, զենքը ինձ, Թրամփ-Զելենսկի բանակցություններ Սպիտակ տանը։ Առողջության համար 50, ուսման համար 100,000 փոխհատուցում, սոցիալական կրեդիտների առողջապահական հմայքը։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը միջազգային լրահոսով։
Մարսելում ռուսական դեսպանատան մոտ ինքնաշեն պայթուցիկներ նետած գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի 2 գիտնականները դատապարտվել են 8 ամսվա ազատազրկման։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանությունը իր դժգոհությունն է հայտնել ֆրանսիական դատարանի որոշման կապակցությամբ սահմանված պատիժը համարելով ոչ համարժեք։ Հիշեցնեմ, պայթուցիկ զանգվածով լի 3 շշերը գիտնականները ռուսական դեսպանատան ուղղությամբ նետել էին փետրվարի 24-ին։ Միջադեպից ոչ ոք չէր տուժել։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Չինաստանում է, այցը հաջորդել է Չինաստանի նախագահ Սի Ցինփինի հետ Վլադիմիր Պուտինի ունեցած հեռախոսազրույցին։ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ինի հետ հանդիպմանը Շոյգուն հայտարարել է, որ կարճ ժամանակում համաձայնեցված հանդիպումը վկայում է երկկողմ երկխոսության առանձնահատուկ բնույթի մասին։ Թուրքիան վերստին կարևորել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև արդար և կայուն խաղաղության հասնելու կարևորությունն ու դրանում ունենալիք իր դերակատարությունը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կուշտայի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ կողմերի ընդհանուր շահերից է բխում Թուրքիայի մասնակցությամբ եվրոպական անվտանգության ապահովման ուղղված քայլերի պլանավորումը։ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի ապահովման համար իրենք պատրաստ են զորքեր և ավիացիա ուղարկել Ուկրաինա։ Սթարմերը նաև հավելել է, որ խաղաղությունը պետք է նվաճել և որ Միացյալ Թագավորությունը մեծ ռազմական օգնություն է պատրաստում Կիևի համար։ Ուկրաինայի հարցով հետագա բանակցությունները քննարկելու համար էլ կիրակի Մեծ Բրիտանիան պատրաստվում է ընդունել 18 երկրի ղեկավարի։ Եվրոպայի Միացյալ Նահանգներից կախվածությունից հնարավորինս արագ ձերբազատվելու մասին է կրկին խոսել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Պորտուգալիա կատարած երկօրյա պետական այցի ժամանակ նա հայտարարել է, որ Եվրոպան պետք է կրկին բացահայտի ռիսկի հավանականությունների և հզորության համը։ Նա հայտարարել է, որ ինքը կտրուկ դեմ է Միացյալ Նահանգներից երջանիկ վասալական կախվածությանը, հավելել, որ Եվրոպան պետք է ավելի անկախ լինի ինչպես Ուկրաինայի, այնպես էլ մաքսատուրքերի հարցում։ Իսկ ռուս-ուկրաինական ճակատում բախումները շարունակվում են, այս պահի դրությամբ այդ երկրի տարածքի մոտ 1/5 մասը արդեն Ռուսաստանի ձեռքում է։ Միացյալ Նահանգների աչքն էլ Ուկրաինայի ընդերքն է, հանածո անվտանգության դիմաց հարցով Վաշինգտոն է մեկնել Ուկրաինայի նախագահը։ Ամերիկայի ձայնն է շարունակում թեման։ Նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում, որ գործարքը Կիևի հետ հնարավոր է։ Ուկրաինայի նախագահը այսօր փաթքայցել է Սպիտակ տուն ստորագրելու հանքավայրերի մասին համաձայնագիրը։ Փաստաթուղթը ԱՄՆ-ին իրավունք կընձեռնի ուկրաինական հազվագյուտ հանածոների նկատմամբ եւ փոխհատուցի Վաշինգտոնի նախորդ 3 տարիներին արված հատկացումները Կիևին։ Պայմանագիր ենք ստորագրելու, շատ մեծ պայմանագիր է լինելու, այն կվերաբերվի հազվագյուտ հանածոներին եւ այլնին։ Սակայն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ համաձայնագրում բացակայում է առանցքային տարը կոնկրետ երաշխիքներ Ուկրաինայի անվտանգությանը։ Չորեքշաբթի Թրամփը փաստացի մերժեց Կիևի հիմնական ցանկությունը անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այս գործարքում առկա են ընդհանուր բնույթի ուրվագծեր անվտանգության երաշխիքների մասին։ Անհրաժեշտ է սահմանել հաջորդ քայլերն այս հարցում։ Առանց անվտանգության ապագա երաշխիքների իրականում չենք ունենա խաղաղություն եւ զինադադար, ինչի մասին խոսել է Թրամփը։ Եթե այդ չունենանք, ապա ոչինչ չի ստացվի։ German Marshall Fund հաստատության վերլուծաբան Օլյոնա Պրոկոպենկոն ասում է, թե օգտակար հանածոների հետ կապված գործարքը խաղաղության հաստատման վերաբերյալ Զելենսկու պատկերացման մասն է։ Ուկրաինայի կառավարության համար դժվար է ամբողջությամբ հետ կանգնել առաջարկից, ցավոք գործարքի նախագիծը, որը առաջարկվել էր Ուկրաինային, բավականին հիասթափեցնող էր եւ միակողմանի, բայց հիմա, երբ պայմանավորվածությունը շատ ավելի հավասարակշռված է թվում, Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է ստորագրել այն։ Վերլուծաբանը, ով Ուկրաինայի ֆինանսների նախարարի նախկին խորհրդականն է, ակնկալում է տեսնել որոշակի հստակեցումներ նախքան գործարքի ստորագրումը։ Երաշխիքները նշելու առումով որոշակի առաջընթաց կա, բայց վերջնական գործարքում դա շատ ավելի մանրամասն պետք է լինի, քանի որ այս պահին անվտանգության ապահովման եւ ներդրումների միջև կոնկրետ կապ չկա։ Այս պայմանությամբ փաստաթուղթը նման է ներդրումային գործարքի, բայց ոչ անվտանգային համաձայնության։ Ինչևէ, այս ամենի ֆոնին ռազմական գործողությունները շարունակվում են։ Ռուսաստանն այժմ վերահսկում է Ուկրաինայի միջազգային ճանաչված տարածքի մոտ 1/5 եւ չի պատրաստվում զիջել որևէ հողակտոր հանուն խաղաղության հաստատման։ Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։
Այժմ Հայաստան ու մեր խնդիրների մասին։ Այս տարվա հունվար-փետրվարին մեր երկրի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էապես կրճատվել է նաև Հայաստանից ԵԱՏՄ ու Եվրամիության շուկա արտահանումների ծավալը։ Ինչն է պատճառը, գիտի Նայիրի Մուրադյանը։ Անցած տարի ոսկու վերաարտահանման պայմանավորված Հայաստանի ընդհանուր արտահանման աճը կազմեց 50%։ Ոսկու վերաարտահանման ծավալները աստիճանաբար նվազեցին, ինչը բացասական ազդեցություն ունեցավ ընդհանրապես արտահանման ծավալների վրա։ Եվ վերջին 2-ից 3 ամիսների կտրվածքով Հայաստանից արտահանումն ավելի քան 2 անգամ նվազեց անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մեր ամբողջ արտահանման 24 թվականի մոտ 63%-ը եղել են թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարի եւ մատեղաները, պարզապես ոսկի եւ անդամանդ։ Տարվա սկզբին էլ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազեց 40%։ Ցուցանիշները գոհացուցիչ չեն նաև անցած տարվա ընթացքում Հայաստանից դեպի ԵԱՏՄ եւ Եվրամիություն արտահանման առումով։ ԵԱՏՄ-ի դեպքում նվազումը 11% է եղել, դեպի Եվրամիություն 14%։ Եվ իրականում մեր պատրաստի ապրանքների արտահանումը կրճատվել է, սակայն այս վերաարտահանման հաշվին կարճաժամկետ այն էլ մենք ունենք պատկերի ուռճացում։ 2024 թվականի դեկտեմբերին 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալների անկումը մշակող արդյունաբերության ոլորտում 18% է եղել։ Եթե ավելի կան մանրակրկիտ դիտարկենք արդյունաբերությունը, ապա մինչև 2023 թվականի վերջը արդյունաբերությունը գրեթե աճ չէր արձանագրում կամ դանդաղ աճ էր արձանագրում։ Արտահանման ցուցանիշից բացի 2025-ի հունվարին գրանցվել է նաև տնտեսական այլ ցուցանիշների անկում, ինչի հետևանքով տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է, դառնալով 7.1%։ Նայիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ու կվերադառնանք րոպեներ անց։ Միացյալ Նահանգներում ձերբակալել են Վարդան Ղուկասյանին եւ այսօր գույների արքայի ծննդյան 145-ամյակն է։ Գարունը գալիս է նոր սպասումներ հանգստյան օրերի համար ավելին հաջորդի։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Գրերի գյուտից մոտ 1500 տարի անց ստեղծվեց նաև հայկական գույների այբուբենը։ Դա օրինաչափ պետք է համարել մի ժողովրդի համար, որը հազարամյակների անցյալ ու պայծառ ապագա ունի, ու պետք է ունենար նաև իր հայերեն կտավները։ Ու այսպես լույսի ու գույնի հիանալի համադրությամբ ոգեշնչվելով հայրենի եզերքներից սկիզբ առավ մեծանուն նկարչի ստեղծագործական դարը։ Այսօր գույների արքայի 145-ամյակն է։ Արևոտ վրձնով նկարչի ինքնադիմանկարն է 3 տարբեր հասակով։ Երիտասարդ տարիքի իր ինքնանկարի ստեղծման համար նկարիչն օգտագործել է 1910 թվականի իր լուսանկարը, իսկ միջին տարիքի համար 1933 թվականին արված դիմակով ինքնանկարը։ 3 ֆիգուրներն էլ Սարյանը նկարել է Հայաստանի բնապատկերի ֆոնի վրա, որի խորքում պատկերել է իր տունը։ Իսկ հորիզոնի գծից վեր Սրբազան Արարատ լեռան գագաթը։ Հայրենիք, տուն, Արարատ, սրանք էին այն սրբությունները, որոնք նկարիչը պաշտպանում էր իր ամենահզոր զենքով։ Ցույց է տալիս հողագործի աշխատանքը, ետևում հենց մասիսները։ Սարյանի վրձինը կերտում էր հայկական բնաշխարհը, իսկ այդ վառ, թանձր ու գունային կտավները ստեղծվում էին հենց նրա տանը։ Գույների վարպետը որքան հանճարեղ, նույնքան էլ պարզ էր, նրան միայն իր հայրենի սարերն էին պետք ու ինչպես ինքն էր ասում, ինչ որ նկարում եմ, Հայաստան է դուրս գալիս։ Մանկության տարիներից իր մեջ ձևավորվել է այդ տեսնելու, զարմանալու ունակությունը եւ դրա համար էլ այդքան շատ են գույները, շատ անգամ անսպասելի, սարյանական։ Սարյանական կտավներից ճառագող արևաշող գույները ամբողջացրել են հայրենի երկրի կերպարը, շեշտել բնության եւ կյանքի հավերժական գաղափարը։ Հենց այդ խորհրդով է ստեղծվել նաեւ վարպետի Հայաստան կտավը։ Գույների վարպետն ասում էր, ուզում է աշխարհին ցույց տալ, որ այս լեռնոտ երկիրը կա, իր կրծքի վրա պահում է, ճիշտ է մի բուռ, բայց աշխատասեր մի ժողովուրդ, իր հերոսական պատմությունը խորհրդանշող հոգևոր բազմադարյա արժեքներով։ Հաճախ երաժշտության ներքո էր ստեղծագործում։ Լսում էր Կոմիտաս, լսում էր նաև դասականներին, Բախ, Բեթհովեն, Մոցարտ։ Սարյանը չէր սիրում նկարել լուսանկարից
եւ ինքն էր ընտրում իր բնորդներին։ Ծաղիկների մի ամբողջ շարք էլ 1945-ին Սարյանը հայրենական պատերազմի զինվորներին է նվիրել։ Պատերազմի 5 տարիների ընթացքում նկարիչը անասելի մեծ թվով գործեր է ստեղծել, 322 աշխատանք, որից 139 գեղանկար։ Կտավները մեծ աղմուկ ու հաջողություն են ունեցել միջազգային ցուցահանդեսներում՝ Հռոմում, Վենետիկում, Ստոկհոլմում, Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում, Խորհրդային Միության բազմաթիվ երկրներում։ Հայաստանը ճանաչվում է Սարյանի վրձնով, Սարյանը Հայաստանով։ Իր կյանքի ընթացքում գույների վարպետը ստեղծել է մի վիթխարի պատկերասրահ։ Սարյանի ստեղծագործական ժառանգությունը մոտ 1000 կտավ է։ Մի մասը տարբեր երկրների թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում է, մյուս մասն էլ Երևանի տուն թանգարանում։ Վարպետի գործերը ցուցադրվել եւ ցուցադրվում են ժամանակի խոշորագույն ցուցահանդեսներում։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Մամուլը առավոտից գրում է, որ Միացյալ Նահանգների միգրացիոն և մաքսային ծառայությունները ձերբակալել են Վարդան Ղուկասյանին։ 3 դոկ կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում մանրամասներ էր ներկայացրել, թե ինչպես է կորել կապը կուսակցության հիմնադիր նախագահի հետ։ Ըստ հայտարարության փետրվարի 21-ից Ղուկասյանի գտնվելու վայրը հայտնի չէ։ Այս եւ օրվա այլ կարևորը տեսաշարում։ ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստի աշխատանքները Երևանում ավարտվել են։ Պատվիրակները որոշել են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին նշանակել կառույցի նախագահի տեղակալ։ Նիստին մասնակցած Ռուսաստանի, Բելարուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի հանրապետությունների ներկայացուցիչները ընդհանուր առմամբ քննարկել եւ ստորագրել են շուրջ 20 որոշում, որոնք հիմնականում կոչված են լուծելու իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները եւ առաջադրելու միասնական լուծման մոտեցումներ։ Հայաստանի մշտական բնակչության թիվը 2024 թվականի վերջի դրությամբ 3,75,800 է։ Ցուցանիշը հրապարակել է վիճակագրական պետական կոմիտեն, ըստ այդմ նախորդ տարեսկզբին մեր երկրի բնակչության թիվը եղել է 2,991,200, այլ կերպ մինչև տարվա ավարտ ցուցանիշը ավելացել է ավելի քան 84,600-ով։ Կոմիտեի տեղեկացմամբ 2024 թվականի ընթացքում Հայաստանում ծնվել է 33,648, մահացել 25,576 մարդ։ Բնական հավելաճն էլ կազմել է 8,072 մարդ։ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մերձակայքում Երևանի քաղաքապետարանն այսօր հերթական սրճարանային տարածքն է ապամոնտաժել։ Վարձակալը չերկարացնելով համապատասխան պայմանագրի ժամկետը չի ցանկացել շարունակել համագործակցությունը։ Ապամոնտաժման աշխատանքներին քաղաքապետ Ավինյանն անձամբ է հետևել։ Նա նշել է, որ այդ հատվածը կանաչապատելու, իսկ օպերայի տարածքն էլ այսպես փուլ առ փուլ շարունակելու են ազատել սրճարաններից։ Դոկ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանին ձերբակալել են եւ նա պահվում է Լաս Վեգասի ձերբակալվածների համար նախատեսված Հենդերսոն պահման վայրում։ Վկայաբերելով Միացյալ Նահանգների միգրացիոն եւ մաքսային ոստիկանության պաշտոնական կայքի տվյալները, բացահայտումն արել է հետք պարբերականը։ Անձնական տվյալների որոնմամբ է հետքը պարզել հանրային գործչի կարգավիճակը, մինչդեռ նրա փաստաբանը հերքում է տարածված տեղեկությունը, պնդելով, որ Վարդան Ղուկասյանն ընդամենը մի իրավական գործով պայմանավորված, ինչպես նաև գործարար համբավի համար է ժամանակավորապես դադարեցրել հանրային եթերները։ Բանվորները մարդու ոսկորներ են հայտնաբերել մայրաքաղաքի Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում աշխատանքներ կատարելիս։ Ահազանգել են ոստիկանություն, դեպքի վայր ժամանելուց հետո ոստիկանները համապատասխան տեղեկություն են փոխանցել քննչական կոմիտե, որտեղից էլ քննչական խումբ են ուղարկել փորձաքրեա գետի գլխավորությամբ։ Նախնական տեղեկությունների համաձայն հայտնաբերված ոսկորները այդ վայրում ամենայն հավանականությամբ թաղել են մոտ 70 տարի առաջ, քննչական կոմիտեում քրեական վարույթ են նախաձեռնել։ Արտաքին գործերի նախարարության հանրային դիվանագիտության վարչության անունից սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր ներկայանում են որպես նախարարության աշխատակից եւ կեղծ տեղեկություն տարածում, թե իբր նախարարությունը տեղեկատվական հարթակ է ստեղծում։ Արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնում են, որ ոչ ստեղծում են, ոչ էլ նախատեսում ստեղծել։ Ավելին, պաշտոնական հայտարարության մեջ նշել են, նախարարությունում նման անվամբ վարչություն գոյություն չունի։ Վարչական դատարանը մերժել է Գոյ թատրոնի գործի շրջանակում ներկայացված Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի միջնորդությունը։ Մայր թատրոնի ներկայացուցիչը հայցվորի իրավահաջորդությամբ փոխարինման եւ գործի վարույթի կարճման հետ կապված էր միջնորդել։ Facebook-ի պաշտոնական իր էջում այս մասին գրել է Գոյ թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանն ու հավելել, Գոյին վերաբերող դատական գործը դեռ կշարունակվի։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Եվ եղանակի մասին ինչ սպասել մայրաքաղաքում եւ հանրապետության մարզերում, ինչպես միշտ Լիլի Հովերի մատուցմամբ։
Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ եւ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահների ցանցում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, նախ վտանգավոր ճանապարհներ։ Այս պահին փակ է թթուջուր նավուր ճանապարհը։ Կցորդով մեքենաների համար փակ է նաեւ Վարդենյաց լեռնանցքը։ Մեր կասառույց է Շիրակի, Գեղարքունիքի եւ Սյունիքի ճանապարհներին։ Լարսը բաց է։ Շարունակենք մեր երկրի մեծ մասում շաբաթը կանցնի փոփոխական երկնքով։ Հյուսիս-արևելյան գոտիներում սպասվում են տեղումներ։ Կիրակի կեսօրից կանխատեսվել է կայուն երկինք առանց տեղումների օր։ Վաղը ջերմաստիճանը կնվազի 3, Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում 4-ից 6 աստիճան, այնուհետև աստիճանաբար կբարձրանա։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 4-ից 8 աստիճան ցուրտ։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 0-ից 5 աստիճան տաքություն։ Լոռիում սպասվում է 0-ից 4 աստիճան ցուրտ, Տավուշում 0-ից 3 աստիճան տաքություն։ Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովտային գոտիներում վաղը ցերեկը սպասվում է առավելագույնը 7 աստիճան տաքություն։ Նախալեռներում կդիտվի 2-ից 4 աստիճան ցուրտ։ Երևանում շաբաթ սպասվում են տեղումներ, Կիրակի կայուն երկինք, չոր եղանակ։ Այս գիշեր կանխատեսվել է 6-ից 8 աստիճան ցուրտ, ցերեկը 3-ից 5 աստիճան տաքություն, երեկոյան 1-ից 3 աստիճան ցուրտ։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում բոլորիս։